Շնորհակալ եմ Հովիվ Ցոլակ, Աստված օրհնի քեզ քո տունը, ձեր եկեղեցին, ձեր ծառայությունները, քո սերունդները թող հավիտյան օրհնված լինեն։ Թող ավերակները շինողներ լինեն։ Թող կառուցողներ լինեն աղբոջան։ Թող անաստվածային բաները քանդող եւ աստվածայինը նորոգող ու կառուցող լինեն Հովիվ Ցոլակ։ Աստված օրհնի քեզ, իսկապես պատիվ է ինձ համար, շնորհակալ եմ կրկին անգամ ձեր մեջ լինելու ձեզ ծառայելու համար։ Գնամ պատմելու եմ, որ շատ լավ ժողովուրդ էի, բարով եմ բերել ձեզ Արարատի Աստծո ժողովուրդ եկեղեցուց եւ ձեր օրհնություններն ու բարևները կփոխանցեմ իրենց։ Թող սա լինի մեր եկեղեցիների համար մեր բարեկամական մի հատ շփում Հովիվ Ցոլակ։ Այսուհետ ամեն իրարու ծառայելու, իրարու համար աղոթելու, իրարու հետ Աստծուն բանականելու 150 կիլոմետր են հեռու, այդքան շատ չի, բայց դա կապ չունի։ Ամեն որպեսզի կարողանանք ժամանակ առ ժամանակ միասին հավաքվենք, փառաբանենք ու ծառայենք Աստծուն։ Իսկապես խոնարհվում եմ, մերսի այստեղ լինելու համար։ Տերը օրհնի ձեզ։ Ես ուզում եմ մի երկու խոսք ասել փառաբանության եւ երկրպագության մասին, այդպիսի սովորույթ կա ձևավորված իմ անձնական կյանքում ծառայություններից առաջ խոսել 1-2 րոպե փառաբանության ու երկրպագության մասին, որտեղ բոլորս էլ հասկանում ենք ինչքան կարևոր է երկրպագությունը եւ փառաբանությունը եւ դա պահանջ է։ Ես մի բան եմ հասկանում տալու մեջ Հովիվ Ցոլակը որ խոսում էր, իմ քարոզից մի հատ դրվագ ինքը ասեց ես խնդրեցի իրան ասացի, որ ես պիտի մի փոքր տեղից հետո շարունակեմ կարելի է ինքը իրավունք ա տվել, որտեղ սա իմ համար ամեն հաստատություն ա լինում, որ մենք նույն հոգու մեջ ենք։ Նույն հոգին է, թե մի բան ուզում ես խոսած, քեզանից առաջ մեկը դա ակնարկում է կամ ինչ որ խոսում եք դրա մասին կամ որոշակի մեկնաբանություն է տալիս, դա հաստատություն է, որ դու ճիշտ ես, որ դու ճիշտ ես լսել, ճիշտ հոգի կա եւ ճիշտ հոգուց ես խոսալու եւ ճիշտ հոգուց սկսվել էր ամեն ինչը։ Ամեն։ Ամեն։ Եթե արագ եմ խոսում, ասա Արսեն ջան, արագ ես խոսում, մի քիչ տանտակ խոսա, ես արագ խոսացող մարդ եմ, ընդհանրապես դրա համար։ Նորմալ է, Տերը օրհնի ձեզ, Բարք Հիսուսի։ 88 Սաղմոսի մեջ այսպիսի խոսք կա մի հատ։ 17-16 այդ խոսքերից։ Ասում է, մեռելները չեն կարող քեզ փառաբանել դեր։ Կա, չէ՞։ Գիտեք դա ինձ ինչ է ասում։ Դա ինձ ասում է Արսեն ջան, երբ որ փառաբանության ժամանակ է, եւ դու կանգնած ես ու չես փառաբանում։ Ասեմ թե չասեմ։ Մեռած աստ է, դրա համար փառաբանություն չի բարձանում։ Սուրբ Գիրքն ասում է, մեռելը չի կարող Աստծուն փառաբանել։ Այնպես որ երբեք ոչ մի ժամանակ չեմ կարողացել հասկանալ ծառայության ժամանակ այն մարդկանց, ովքեր փառաբանության ու երկրպագության ժամանակ ուղղակի կանգնած են։ Ես ոչ մեկը չեմ տեսել անտարբեր կանգնած, ուղղակի ասում են ինչ-որ Սուրբ Գիրքն ասում։ Հատուկ մեկին իրավունք չունեմ ասել, երևույթն եմ ասում։ Մարդիկ, որ կանգնած են փառաբանության ժամանակ, մեր եկեղեցում ձեր բոլոր տեղերում են, որ լինում ենք։ Չեմ կարացել հասկանալ, ոնց կարա մարդը փառաբանության ժամանակ ուղղակի հենց սենց կայնի, նայես կոմենքում սպասի, թե երբ դա վերջանալու։ Սուրբ Գիրքը դրան մի հատ անուն ունի, ասում է դա մեռած լինելու դրսևորում է, հետևանք է։ Ամեն։ Սուրբ Գիրքն ասում։ Այնպես որ եթե ես ու դու չենք կարողանում փառաբանել կամ փառաբանության ու երկրպագության ժամանակ ժամերն ենք հաշվում, թե երբ է քարոզը սկսելու, տենանք ինչ են ասում, թող են գնանք տուն, մենք պետքա մեզ մի հատ քրնենք, դու գործ ունես քո ներսում մեռելի հետ։ Եվ դա կենդանանալու, հարություն առնելու, փոխվելու, ազատագրվելու կարիք ունի։ Ամեն, համաձայն ես իմ հետ։ Եվ ևս մեկ բան, որ ուզում եմ քեզ ասել Հայտնության 14-րդ գլխից։ Հայտնություն, գիրք Հայտնություն 14-7 խոսքերը։ Ասում է, երկրքից մի հատ հրեշտակ եկավ ու ասեց, Աստծուց վախեցեք,
նրան պատվեք կամ խոնարհվեք ըստ թարգմանության։ Եվ նրան երկրպագեք։ Ճիշտ եմ ասում։ 8-րդ խոսքը ասում է երբ նա ուրիշ հրեշտակ եկավ, ասեց Բաբելոն ընկավ։ Այսինքն երբ որ ժողովուրդը հնազանդվեց երկնքից եկած պատվերին, որ Աստծուն խոնարհվեք, պատվեք եւ երկրպագեք նրան։ Երբ որ ժողովուրդը ընդունեց երկնային պատգամը հրեշտակից, հնազանդվեց եւ արեց այնպես ինչպես որ Աստված պատգամն ուղարկել էր, մյուս խոսքի մեջ ասում մի հատ ուրիշ հրեշտակ եկավ ասեց Բաբելոն ընկավ։ Այսինքն հնազանդվելը եւ երկրպագելը Բաբելոնին գցում է քո ոտքերի տակ, քո կյանքի, իմ կյանքի Բաբելոններն ընկնում են։ Մեկ-մեկ պետք է ամեն ալելույա ասես, որ ես իմանամ հասկանալ եմ, որտեղ անծանոթ լսարանա պիտի զգամ, որ անցնեմ առաջ։ Ամեն։ Ամեն։ Եկեք հնազանդվենք Տիրոջը եւ սուտ երկրպագենք նրան, որի պատճառով Բաբելոնը կընկնի։ Բաբելոն նշանակում է խառնաշփոթություն։ Քանի ոքի կան, որ իրանց կյանքի մեջ խառնաշփոթ իրավիճակներ կա, որոնց դեմ աղոթում են, որոնց համար աղոթում են եւ դեռ չի լուծվել այդ հարցը, անորոշ իրադրություն է, խառնաշփոթը դեռ կարգավորվելու կամ դու հայտնություն ստանալու կարիք ունես, որպեսզի տեսնես Աստված ոնց փոխեց այդ իրադրությունը։ Ես Աստվածաշունչն ասում ահա քեզ տալիս եմ բանաձևը, բանալին։ Հնազանդվիր, խոնարհվիր եւ երկրպագիր ինձ, Աստված է ասում։ Եվ քո կյանքի Բաբելոնները քո ոտքերի տակ կընկնեն։ Բաբելոնը կընկնի։ Ամեն։ Անենց որ երբ որ այս հրաշալի սուրբերը կանգնում են այստեղ առաբանելու եւ երկրպագելու, ձայնդ մի խնայիր, էմոցիաներդ մի խնայիր, մարմինդ մի խնայիր, միանալու է երկնքի պաշտամունքին, որտեղ դրանով որ կգնելու է ոտքերի տակ իմ ու քո կյանքի խառնաշփոթությունները, Բաբելոնները, նրանք, որ ինձ ու քեզ խանգարում կամ նեղացնում են այսօր։ Ամեն համաձայնես ունեն։ Այո։ Քանի հոգի կան, որ ինչ-որ մի հարցի մեջ խնդիր ունեն եւ իրանց խնդիրը կարծես թե չի լուծվում։ Համարձակ է։ Խոստովանությունը շատ ուժեղ միջոց է ազատագրվելու համար։ Համարձակ ասա, ես ունեմ խնդիր, մի ամաչի։ Այո։ Մատթեոս 8-րդ գլխում Սուրբ Գիրքն ասում է, որ եթե ուզում ես համարը 5-ից, Մատթեոս 8-5-ից, պատմությունը այսպես ասում է, մի հատ հարյուրապետ եկավ, ես կարճ պատմեմ, էլի չկարդամ, ով ծրակ։ Մի հատ ասում է հարյուրապետ եկավ, եւ Հիսուսի մոտ ասեց, իմ ծառան տանը չարաչար տանջվում է։ Ճիշտ է, չէ՞ կարդում։ Մի հատ խոսք ասա եւ իմ ծառան կբժշկվի։ Սուրբ Գրքում բառերը շարադեվածքը, բութը, շեշտը, ստորակետը, վերջակետը, քերականությունը լրիվ կապ ունի։ Որտեղ դա Գևորգ Մարզպետունի չի, Մխիթար Սպարապետ չի, սովորական եւ արվեստական գրքեր չէ։ Ստորակետը հսկայական նշանակություն ունի։ Մի ամբողջ իմաստ է փոխում ավելի ճիշտ հասկանալու համար, թե ինչ է գրած։ Ամեն։ Ով էր այս մարդը։ Հարյուրապետ էր, կարծում եք պատահական է գրած հարյուրապետ։ Այս մարդը փաստացի Հիսուսին ասում է, ես 100 հոգի մարդ ունեմ իմ ձեռքի տակ, այդպես ասում։ Սրան ասում եմ գնա գնում է, նրան ասում եմ արի գալիս է։ 100-ից 100 հնազանդվում են ինչ-որ ասեմ։ Ամեն։ Բայց իմ կյանքում, իմ ընտանիքում հայտնվել է մի հատ անծանոթ 101-րդ մի հատ խնդիր։ Ծառաս հիվանդացել է։ Խնդիր է։ Ինչքան ասում եմ գնա, չի գնում։ Կգաս կամ հերվիս մի բան կասես ես հարցերից։
Ամեն։ Դու հավատացյալ ես, վերստին ծնված Աստծո մարդ։ Քո ձեռքի տակ ունես լիքը իշխանություն, չէ՞, օրինակ։ Գլխացավին ասում ես գնա գնում է, ճնշումին ասում ես կարգավորվի կարգավորվում է, ոտքի ցավին ասում ես հեռացի հեռանում է, այ որ սրտի խնդիր կա կամ պոչկայի խնդիր կա, տարիներով աղոթում ես չի լուծվում։ Հասկանում ես ինձ։ Մի հատ անծանոթ մի բան, 101-րդը, 100 հոգի ես մարդուն կատարյալ հնազանդվում են, ինչ ասում է անում են, տանում բերում են։ Բայց մի հատ 101-րդ խնդիր, ասում է ինչ անում չի հետում, ինչ անեմ սրա հետ։ Այս մարդը խոստովանեց Հիսուսին, որ ես 100 հոգու վրա իշխան եմ, կատարյալ հնազանդվում եմ, բայց մի հատ ուրիշ խնդիրը հայտնաբերվել իմ ընտանիքում, ինչքան ասում եմ գնա չի գնում, չի լսում ինձ, օծությունս չի հերիքում դրա վրա, այսօրվա տերմինով ասեմ, հավատքս չի հերիքում դրա վրա, սուրբ գրքի գիտությունս չի հերիքում դրա վրա, ծեծում եմ, ինչ անում եմ, կռվում եմ, հովիվին ասում եմ աղոթի, աղոթումա չի հետում, Արսեն եկավ աղոթեց էլի չգնաց, են մեկ եկավ աղոթեց էլի չգնաց, են մեկ էլի, ինչ անեմ սրա հետ Հիսուս, հասկանում եմ, սա իմ տկարությունն է, ես բավարարվել էի 100 հոգով և ինձ լավ է զգում, գիտեի կյանքը, այտենց էլ պիտի վերջանա, այս 100-ի հետ պիտի գործ ունենամ, ինչ ասեմ իրանք անեն, կյանքս հալածյողի նման գնա, բայց եթե դու ուզում ես աճես, հիմա քեզ ինձ եմ ասում։ 101-րդ, 111-րդ, 1001-րդ խնդիրներ են առաջանալու իմ ու քո կյանքում, և Աստված ավելացնում է իմ ու քո հավատքը, իմ ու քո օծությունը, որպեսի մենք դրանց կարողանանք ասել, գնա, հեռացի իմ կյանքից, Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք պիտի խոստովանենք մեր տկարությունները, որ մի հատ անծանոթ մի բան կա։ 50 հոգու համար աղոթել են, բժշկվել են, մի հատ վերջում ուրիշ մեկ եկավ ասեց իմ համար աղոթի, ինչքան աղոթում եմ այդ կախարդությունը չի կանգնում։ Բացատրելու համար եմ ասում։ Ինձ հասկանում ես, չէ՞ մի հատ անգամ կանես ընտրել։ Ամեն։ Բոլորս ունենք, չէ՞ սենց մի բան մեր կյանքի մեջ, որ աղոթում ես չի լինում, ասում ես, գիտեք մի հատ բան ասեմ, համել վկայելու եմ որոշ բաներ մեջ, ես ժամանակ ունեմ, քեզ չէ՞, մի հատ կին, մի 4 տարի առաջ ինձ հանդիպեց, ասեց Արսեն եղբայր, էսի պատմում եմ, որ դուք իմանաք, ես այդ ձեր նման մարդ կամ նորից եմ։ Ինձ ասեց Արսեն եղբայր, հիշում եք, որ 10 քանի տարի առաջ իմ համար աղոթեցիր Զոբի Վահանաձև Գեղձի համար։ Ասեմ չեմ հիշում։ Ուզում եմ հիշացնի չեմ, դե չեմ հիշում, 100,000 մարդկանց համար աղոթում ես, չես կարա հիշես, որ տվին ում համար ինչ ես աղոթում։ Ասում եմ, հա, վերջը, Արտաշատից էր այդ կինը։ Ասում եմ, ես Վահանաձև Գեղձ չեմ ունեցել, հանել են, վիրահատել են, Վահանաձև Գեղձ ու շատ վատ եմ եղել ես, թունավոր ես իրում կին պատում։ Ես իրա համար աղոթել եմ, աստ իրա պատմած ես իրոք ու նորացել եմ ուտել, որ այն ժամանակ, որ իրան արդեն հանած էր Վահանաձև Գեղձ։ Ասում եմ, հետո հատացել եմ, գնացել եմ բժշկի ձեր աղոթքից հետո։ Ասում եմ, նկարել են էխոյն արը, ասում եմ, դուք ունեք ընտիկ Վահանաձև Գեղձ, թապ թազա։ Գիտեք եմ պատմում, 6 տարի ալելի Զոբի համար աղոթումը չի լավանում։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Լելին իմ կինա, նեք չեմ միակ կայնի տոքես տենա, ես ինչ էր կայացնեմ։ Քանի տարի աղոթում եմ, ասում եմ, բժշկվիր, Զոբ, հեռացիր, Վահանաձև Նման եք, չէ իրար, ուրիշների համար աղոթում ես նմա, քո համար աղոթում ես չի լինում։ Մի հատ անծանոթ, 101-րդ մի հատ խնդիր, 100 հոգու վրա ուժդ պատում է, մի հատ ուրիշ մեկը հանդիպ է ուժը չի պատում իրա վրա։ Ամեն։ Մեր եկեղեցում վերջի 3-4 տարվա մեջ 9 հոգի քաղցկեղից բժշկվել են։ 9 հոգի։ Մեծ ցավալի բան ասեմ,
Ինից ոչ մեկը եկեղեցի չի գալիս։ Ոչ մեկը։ Ահա, Տերը օրհնի ձեզ։ 9 հոգի 4 տարվա մեջ, շատ ասեմ, որ բան չլինի, 4 տարվա մեջ քաղցկեղից բժշկվել են, ոչ մեկը եկեղեցի չի գալիս։ Ուրիշների համար աղոթել ես, քաղցկեղից բժշկվել են, քո տան մեջ ոտա ցավում աղոթում ես, բան չի։ Ծանոթ բան եմ ասում։ Տեր Աստված, խոստովանում եմ քեզ, բայց դա պատճառ չի, որ ես չշարունակեմ աղոթել։ Բայց այդ խնդիրները, որ չեն հեռանում անձնական կյանքում, չէ, այնպես չիմանաք խնդիրները չեն լուծվում, 1000 միլիոնը լուծվել են, բայց նաև կան չլուծվածներ։ Ես դրանց մասին եմ խոսում, ողջունակ ջան, որ հանդիպում է քեզ, որ ուրիշին ձեռդ մեկնում ես բռնում է դուրս ա գալի փոսից։ Քո ընտանիքի անդամին, քո հարազատին ուզում ես փոսից անես, ձեռը չի գալիս։ Փառք Աստծուն, իմ ամբողջ ընտանիքը հոգևոր է։ Չունենք անհավատ, բոլորն ապաշխարած են, բայց ես դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ խնդիրների մասին, որ իմ ու քո կյանքում առկա է։ Ամեն։ Մի օր աշակերտները չեմ ուզում այդ շարունակել, որտեղ հասկացաք ինչի մասին է խոսքը։ Իշխանություն ունեմ իմ ձեռի տակ, այսօր ես ու դու իշխանություն ունենք, սիրելիներ, թանկագիններ, ինչպես ձեր հովիվներ ասել, ձեր թանկագին հովիվը ձեզ ասում է թանկագիններ, ես շատ ուշադրել եմ թանկագիններ ջան, այսօր բոլորս մեր ձեռքի տակ ունենք բաներ, որոնք մեզ հնազանդում են, և Աստծո մարդը, Աստծո զավակը ունի բոլոր օծություն ամբողջական։ Հասկանում եք, բայց ինչքան է գործում, դա հավատքի հարց է։ Հասկանում ես ինձ։ Նա ասա հա, դու ու ես Քրիստոսով այդ ամբողջ այդ ֆուլ փաթեթը օծության, հավատքի, փրկության, գանձերի, հարստության, օրհնության, ամեն ինչի բժշկության մեր կյանքի մեջ ունենք, որտեղ Հիսուսը մեր մեջ է։ Ամեն, բայց այլ հարց է, դրանից ես ինչքան եմ կարողանում օգտվել, ես դրա մասին եմ խոսում։ Դրանք ինչքան են ինձ հնազանդվում, ինչքանը ինձ չեն հնազանդվում, սա հավատքի հարց է։ Ամեն, հիմա նայեք, իմ ու քո ձեռքի տակ կա, այս ձեռքի տակ տերմինը այստեղ շատ կարևոր է, ուշադրեք ես։ Իմ ու քո ձեռքի տակ կա, որոնք մեզ պիտի հնազանդվեն։ Օրինակ, ինքը ասեց սրան ասում եմ գնա, գնում եմ, նրան ասում եմ արի գարես, չէ՞։ Օրինակ ասես հիվանդություն, գնա, ինքը պիտի գնա։ Ասես բժշկություն արի, ինքը պիտի գա։ Ասես աղքատություն, գնա, ինքը պիտի գնա։ Ու ասես օրհնություն, հարստություն արի, ինքը պիտի գա։ Հասկանում եք իրար։ Ամեն։ Չներել, գնա։ Տրամադրված իրադրություններ, թունավորված իրավիճակներ, խնդրահարույց հարցեր, իրավիճ չխոսալ խռովություններ, գնա եւ ներել ու օրհնություն արի։ Մենք այս ամեն ինչը մեր ձեռի տակ ունենք ասելու գնա վատ բաներին եւ ասելու արի օրհնություններին ու աստվածային ու դրական բաներին։ Ամեն բանը արտահայտում։ Մենք այս ամեն ինչը ունենք։ Ու այս մարդը սա հասկացել է, բայց հանդիպել է մի բանի ինքնախոստովանություն անելու նաև Տիրոջ առաջ խոստովանելու, որ մի բանի եմ հանդիպել ուժը չի պատում իրար, այս խոստովանել ես ասում։ Դեռ հանդիպել եմ մի բան, որ ուժը իրա վրա չի պատում։ Մի հատ ուրիշ կողմից քեզ բան ասեմ ես առակի մեջ ու անցնեմ առաջ։ Ես ինձ հարց եմ տվել, ես առակը գաղթալու ժամանակ անգերց եմ ասում։ Ասում եմ Տեր Աստված, ես այս հարուտապետի սրտից եմ ուզում։ Ու որն է այդ սիրտը։ Ես ինձ հարց տվեց, ինձ բռնացրեցի ողջորակ։ Ասում եմ, եթե ես լինեի նյութապես հարուստ մարդ, մեր տունը տներ աշխատող ծառա կամ աղախի։ Ու ինքը հիվանդանար, անուշելի, չարաչար, դեպը բռներ տանջեր։ Ես կեթայի Աստծո առաջ իր համար
այդքան խնդրանքով, աղաչանքով աղոթեի, որ Աստված իրան բժշկերտեք, ասել Աշոտարանների փողոթուր թոյթան իրաց բանը բրծավ, թազա աշխատող մեր դունը։ Ճիշտ է, չէ՞ ասում։ Եկեղեցու մեջ եղող ամենատկար թվացող, ես իմ ապրումներից եմ իմա խոսում։ Եկեղեցու մեջ եղող ամենատկար կամ ըստ հովիվի, որ այս մարդը եկեղեցու ուրիշ բառով չասեմ, ամենաանօգտակար մարդն է կամ մարդկանցից է։ Ես այդքան սիրտ ունեմ իր համար ծնկի կամ Հիսուսի առաջ աղոթեմ, որ ինքը բժշկվի, ազատագրվի կամ իր տեսակը փոխվի, թե մենք իր խելոք չի պահում, ասում եմ շոտրել չես ծառայել։ Ալին թոյթա վալեմյան։ Հասկանում ենք իրար։ Այս հարուրապետի սրտից ես ուզել եմ նորից ծառայել։ Ասեմ ես ուզում եմ էսի։ Որ եկեղեցում մարդը կամ ընտանիքում կամ շրջապատում մեկը, որ տկարանում է, թերանում է, վատ անում, ոչ թե ասեմ, դու հելի թույն մյուսը գա քեզ հաջողություն, այլ կարող եմ կամ Աստծո առաջ լացող, ծնկաչող, ասում է երկը պակեց Հիսուսին ես մարդը, ու ասեց իմ ծառա չանաչար տանջվում է, իմ հետ խոսք ասա։ Չեմ ուզում խոսամ են խոսքի մասին, որ ես արժանի չեմ կարող, որտեղ այդ ուղղության չի պատկանես։ Դրա համար դրան չեմ անդրադառնում։ Այս սրտից եկեք մի 10 վայրկյան մեր աչքերը տակել։ Ասեմ դեր, ես այս սրտից եմ ուզում։ Ոչ թե մարդկանց մի կողմ նետելու, այլ իրանց համար երկեր պակելու, Տիրոջը աղոթելու, խնդրելու, որ Աստված ազատի իրան, որտեղ ինքը լավ ծառայեր, այս հարուրից մեկն էր, հիվանդացել էր։ Ամեն։ Հարուր հատ լավ որակ ունես։ Հնարավոր է, որ մի օր երկրպագությանը որակը հիվանդանա։ Լավ եմ ասում։ Հնարավոր է, որ մի օր փառաբանությունդ հիվանդանա, էլ չփառաբանի։ Մի օր գիրք կարդալդ հիվանդանա, էլ չկարդա։ Մի օր ավետարանչությունդ հիվանդանա, էլ չավետարանի։ Մի օր քարոզելդ հիվանդանա, էլ չքարոզի։ Մի օր աղոթքդ հիվանդանա, էլ չաղոթի։ Հասկանում ես, ինձ հիմա բերում եմ իմ ու քո վրա։ Այն ծառան դիմացիներ, իմ ասա որակներն է, որ ժամանակին ուժեղ փառաբանում էիս, ուժեղ աղոթում են, ուժեղ սուրբ գիրք են կարդում։ Քանի հոգի կան, որ իրանք խոսացել են իրանց տեսինքի մասին, ապագայի ու պատմել են հովիվին կամ որևէ մեկին ես։ Դու ես չէ՞, օրինակ, ասես Տեր ինձ սրա մեջ է տանում, Տեր ինձ էսի է տվել, ես եմ, ես փառաբանող եմ, ես երկրպագ եմ, ես աղոթող եմ, ես քարոզող եմ, ես ավետարանիչ եմ, ես օգնող եմ, ես մխիթարող եմ, ես քաջալերող եմ, ես այս պարգև ունեմ, ես եմ պարգև ունեմ, ամեն։ Օրինակ, որ հեսատես ինչ եմ անում, գնում եմ հեսա Աֆրիկա քարոզելու, գնում եմ Թուրքիա քարոզելու, գնում եմ ստեղ, գնում եմ ընդեղ ավետարանելու, տարբեր տեղեր, չէ՞, խոսացել ես, Տերը ինձ էսա սարքել, Տերը տվել է ինձ էս պարգևը։ Անցել է մի կարճ ժամանակ, դու էլ չես խոսացել դրա մասին։ Գիտես ինչից է, ուշադրվես էր։ Աստվածաշունչն ասում է, երբ որ ոչինչ որ մի քիչ մեր դուվականի բառով խոսակցական ասացությունը։ Մարիամը Հիսուսի մաման հենց նոր էր հղիացել, թաթազա։ Ասում է գնաց Եղիսաբեթին այցելության։ Եղիսաբեթը Հովանես Մկրտչի մաման էր։ Հովանես Մկրտիչը Հիսուսից մեծ է 6 ամիս։ Սուրբ Գիրքն ասում է Եղիսաբեթը 6 ամսական հղել, Մարիամն էլ հենց նոր։ Գնաց իրանց տուն այցելության, որտեղ ազգական էին, բարեկամ էին։ Ասում է հենց որ հասավ Եղիսաբեթից տուն, Եղիսաբեթին հենց ասեց բարև, ասում է երեխան ուրախությունից խաղաց, այդ խաղանը չգիտեմ ոնց է, բայց խաղաց։ Երեխան խաղաց։ Դա գիտեք ինչ է։ Երկուսն էլ Աստծուց ուղարկված էին, Հիսուսն էլ Հովանես Մկրտիչն էլ։ Դիտես, միգուցե ուշադրում լսիր, միգուցե քո իմ տեսինքի հղիությունը, միգուցե քո իմ մեծ բաներ լավ դրական, մեծ լոպաս չեմ ասում դրական, մեծ խոսալու բաները, Աստծո պարգևները, որոնց մասին դու խոսացել ես ու ասել ես Տեր ինձ սրա մեջ ականչել, միգուցե
6-րդ ամսվա հղիության վրա կանգ են առել մնացել են ինչ շարժում։ Չեն եթում առաջ։ Մարդիկ եկել են ինձ ասում են ասել եղբայր։ Ես օրինակ այս երկրի վրա տեսիլ ունեմ Տերը ինձ 100% ուղարկում անդր։ Ասում եմ շատ լավ եք ասում ես մեծ ձուկ եմ ինձ տեսել եմ ես ինչի մեջ որ եկեղեցիները ես այնքան մեծ էի։ Ասում եմ եկեղեցիները չէին կարում պահեն իմ դեմը շալյուզին ինչ եք ասում են որ ջուրը փակում են։ Ժալյուզ, այդ արվի դեմը որ փակում են, էլի էդի։ Էդի, ասում եմ փակել էին հովիվները, չէին թողում ես էթայի։ Առաջ այնքան մեծ էի, չէի տեղավորում ձեր կանալի մեջ։ Գիտեք մի կար ժամանակ անցավ, այդ չի խոսում այդ մասի տարիներ ա։ Ինչի չես խոսում, որովհետև կանգ առել։ Միգուցե ճիշտ էիր ասում, միգուցե չէր, չգիտեմ, բայց որ ասում ես Աստված ա տվել, ինձ ցույց տվել այդ տեսինքը։ Դու պիտի վազես քո տեսինքի հետևից։ Գիտես դու հասկացար ինձ ինչ եմ ասում։ Օրինակ, ասենք թե դուք տեսինք ունեք Քավառը իր ամբողջ գյուղերով Հիսուսի համար գրավելու։ Ամեն։ Բայց անցնում է որոշ ժամանակ, ձեր տեսինքը սկսում է մարել, օրինակ եմ ասում, չասեք մի հրճակի։ Օրինակ եմ ասում, ձեր տեսինքը սկսում է մարել, այն դուք չեք խոսում ձեր եկեղեցու տեսինքի կամ ձեր անձնական տեսինքի մասին։ Գիտեք ինչ ա ելել 6-րդ ամսի վրա, որտեղ տեսինքը հղիության նման է։ Աստված որ ինձ ու քեզ բան է տալիս, նման է նրան, որ դա գցում է քո ներսում այդ սերմը։ Ու դու հղիանում ես, դրանքը պիտի աճի մեծանա եւ ծնունդ ենա, որ գալիս է դրա իրականանալու ժամանակը։ Ամեն հիմա Հովհաննես Մկրտիչը, որպես Աստծուց ուղարկված Քրիստոսի առաջին ճամփա պատրաստող մեկը, կանգ է առել Եղիսաբեթի արգանդում։ Ես ու դու շատ եք լսիր, կարիք ունենք, որ Հիսուսը կամ մեկը, ով որ Հիսուսին կերում է իր մեջ, հանդիպի ինձ ու քեզ ու մեզ ասի բարև։ Երկնքից լսելու կարիք ունենք ու մեր տեսինքը Քավառը գրավելու, Գեղարքունիքի մարզը գրավելու, Հայաստանը գրավելու, աշխարհը գրավելու տեսինքը նորից սկսի շարժվել, որտեղ կանգ առել։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Մի հատ ասա հա։ Ամեն։ Կարիք ունես, չէ՞։ Ես կարիք ունեմ մեկը գա, անկեղծ եմ ասում։ Անց մեկը բարձր, որ գա ինձ ասի ասել, էս հարցերը, կյանքումդ մնացել է, լրվել մնացել ես մի տեղում, դու դիցի դուրս գալու կարիք ունես, տեսիքդ շարժվելու կարիք ունի, սիրելի Եղիսաբեթ Արսը։ Ամեն, ու գիտեք դրանից հետո ինչ հրաշալի բան ա գրած, ասում է և Մարիամը մնաց Եղիսաբեթի մոտ այնքան մինչև ազատվավ, ծննդաբերեց։ Նա կմնա քո մոտ, այնքան ժամանակ Աստծո հոգին Աստված, Աստծո ներկայությունը կրող մարդը եւ իր տված տեսիլքը կհասցնի ավարտին ծննդաբերության։ Դու կտենաս, որ տեսիլքդ իրականացավ։ Ու դու վայելում ես այն, ինչ որ Աստված 9 ամիս առաջ սկսել էր քո մեջ։ Կամ մեկին կարող է 9 տարի առաջ մի բան ասած լինի, մեկին 10 տարի առաջ մի բան ասած լինի։ Աստված իր տվածի հետևից եկող հովանավորող միջև վերջ հասցնող Աստված է։ Նա պատմություն կարելի է պատմել ովքեր։ Ամերիկայի եկեղեցուց մի հատ միսիոներ մոտենում է հովիվներին, անգլիացի, ամերիկացի է իրանք։ Սա ռեալ իրական պատմություն է, մի քանի տեղ կարդացել։ Մոտենում են հովիվներին, մարդուկին, ասում են Աստված մեր սրտի մեջ դրել է, որ մենք գնանք Հնդկաստան միսիոներության։ Ես որպես հովիվ մեր եկեղեցուց մեկը գանձի ասի, Աստված մեր սրտին դրել է, մենք եթանք մի տեղ ծառայության, ես ամեն լիզերական հավաքույթին ասում եմ ավակներ։ Ես կպարեմ